Փաշինյանը այստեղ խախտումների մասին էին խոսում, այնքան ասում էին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն են ասում, ձեր մրցակիցները, ես չեմ հասցրել երբևէ դրանք ինչ են ասում, որովհետև ընտրատեղամասից գնացել, այդ թվում մարզերում։ Նախ բազմաթիվ նաև տեսանյութեր կան արձանագրված, այսինքն փաստական տվյալներ կան ըստ էության, որ իրավաբանները մինչ այդ բանը չեն արձանագրել, համայնքի ղեկավարները, ասում որ հասկանալի լինի ինչի մասն է հարցը, համայնքի ղեկավարներն են ուղեկցվել, մի շարք ընտրատեղամասի դիմաց ԿՊԱ-ական պատգամավորներ են եղել, քանակը Մեղրիում օրինակ 11-ից հետո արդեն հաջորդ օրը քվեարկել է, տեսանյութ կա Պապակյաններ կարող են ցույց տալ, ինչպես է ստացվում, քանակի լայն ներգրավվածություն է նաև եղել, վարչական լծակն է կիրառվել, ձերբակալություններ են բազմաթիվ եղել, եւ դուք վստահ եք, որ մեծամասնություն եք նաև կազմելու, բացառում եք, օրինակ սահմանադրական դատարանների հետ խախտումների հիմքով եւ վստահություն որտեղից որ հետ ընտրական զարգացումներ չեն լինելու։ Ես բացառում եմ մի բան, որ քաղաքական մեծամասնությունը կառավարող ուժը ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների մեջ ներգրավված լինի։ Տեսանյութեր կան, ես ասում եմ, ես բացառում եմ դա, որովհետեւ ես եմ կառավարության եւ քաղաքական ուժի ղեկավարը եւ ես գիտեմ ինչ հանձնարարականներ են տվել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության քաղաքական դիրքորոշումները եւ հանձնարարականներ, այնպես որ կարծում եմ աներկբա է։ Մնացածը մեր իրավապահ մարմինները կհետաքննեն եւ ինչ փաստեր կա, այդ փաստերին կարժանանան գնահատական։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են ազատ կամ արտահայտման հնարավորություն եւ եթե ազատ կամ արտահայտումը որևէ ձևով խախտվել է, դա խախտվել է պատերազմի եռագլուխ կուսակցության բաժանած ընտրակաշառքների ձևով եւ բոլոր ընտրակաշառատուները պետքա երկար տարիներ անցկացնեն բանտում։ Սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է, նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել եւ նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետքա չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում մենք խնդրեմ ունենք դատաիրավական համակարգի հետ եւ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով, որովհետեւ նախորդող շրջանում այն ինչ որ ընտրակաշառատուների նկատմամբ են հանդուրժողական վերաբերմունքը որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը եւ մենք այդ պատասխանի հետևից գնալու ենք։ Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն իրենց 3 լիդերներով։ Ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ։ Ես հիմա չեմ ուզում արաբկիրի բառապաշարը կրկնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու եմ։ Շնորհակալություն Մաջիդ Փարսիսյան։ Շատ բան, գերմանական, հեռուստաընկերություն ռուսերեն, փորձեմ։ Ну, ասեցի մեկը այն ինչ որ նեզնով That means our priorities, of course, first of all connected with regional peace and stability, and we are starting the implementation of Triprut project, and that is very important, and not only regionally but internationally as well, and it will, I'm sure, bring huge investments to the Republic of Armenia and to our region, which is very important. And of course we are going to level up our country in terms of democracy, in terms of independence, in terms of
economic prosperity in terms of prosperity, and that's it. Of course, now we have some new very important investments. Some artificial AI factories are being established in the Republic of Armenia, and I'm sure in the close cooperation with U.S. administration, because you know that last year I signed a MOU on cooperation on artificial intelligence and technologies with President Trump, and it is already bringing concrete and tangible results, and that process will continue. Սերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ պետության ուրիշ գաղտնիք չկա։ Միանշանակ եւ աներկբա։ Այսքանով եզրափակենք, շնորհակալություն բոլորին ներկայության համար։